Հարգելի ոստիկաններ, ձեզ հարգում սիրում ենք, բայց մի բան ենք ձեզանից խնդրում, ով է մեր հարցերին պատասխանում, կարաք մի հատ մարդ տրամադրեք, մեր հարցին պատասխանում, մեր աշխատավարձի հարցերը լուծեն, ով է պատասխանողը, թող գա մեր աշխատավարձի հարցերը, մեր կոմունալների հարցերը լուծի, ամսի 17-ը ոչ մեկս աշխատավարձ չենք ստացել, այսքան մարդ կանգնած ոչ մեկ աշխատավարձ չի ստացել, ոչ մեկ կոմունալի հարց վարկ մարդ չի մուծը, ով է, թող գա կայանի ասի, մեր հարցին պատասխանի։ Այդ հարցին ոստիկան չի տա։ Պարոն Սարգսյան ջան, ով կարա պատասխանի։ Ամեն դեպքում ոստիկանները չեն կարող այդ հարցին պատասխանել, որ դիմում ես ոստիկաններին։ Ոստիկանները այդ հարցին չեն կարող պատասխանել։ Ոստիկանները ընդամենը ես ձեզ այն վաղ էլ ասեցի, հասարակական կարգ են բան։ Մի բան որ դուք քնչական եք ուզում, դա կոտի հետիոտնի համար նախատեսված վայրով է թակ, ոստիկանները դրա համար են։ Ելնեք մայթով, մարդավար եթե ուր ուզում եք գնացեք, բայց մայթով, ճանապարհ դուրս չգաք։ Մնացած հարցերին ոչ մի ոստիկան, այդ թվում նաև ես, չեն կարող պատասխանենք։ Ով կարա, այդ ենք ուզում ենք հասկանանք, տենց անձնավորություն կա, որ կարա մեր հարցին պատասխանի, ասի ձեր աշխատավարձի հարցերը լուծում է։ Կա, Նիկոլ Փաշինյանը մենակ կարա։ Ինչ ես ուզում, հա։ Չենք կարա տենանք հողո ջան։ Դե մենակ ինքը կար, այս մարդկանց խիմեց մարդիկ ինչ անեն, որ եկել են նստի հասարակական կարգը պահեն։ Մարդիկ մերը հավասար տանջվում են, մենք չենք բանանում իրանց։ Հա, մի հոգի կար այդի, ով որ հրամանա տվե, որ փագեն այդ զավոդները։ Ամեն օր մարդիկ գալիս են, կանգնում են իրենց աշխատանքն են կատարում, այս մարդիկի մեղավոր չեն։ Շատ ենք հարգում, շատ ենք սիրում ոստիկաններին, իրանց կոչումն է պաշտոնն է։ Դիմում են դեռ Այդ դիմումին ժամանակ ունի։ Մեր հետ կանգնած են։ Սպասեք, գնացեք, գնացեք այստեղ։ Դե ինչքան պետք է սպասենք։ Հիմա այդ սպասելը լավ հարաբերական է, կարանք մեկ ամիս ժամանակ ունի։ մի ամիս սպասենք։ Իսկ մի ամիս կարան լույս շանջատեն, կամ ջուր շանջատեն, կամ չգիտեմ գազ։ Այդ հարցերի պատասխանը ով կարա տա։ Եթե մի ամիս այդքան սպասեն, վարկերը չորին չեն ընկնելու, այս մարդիկ սև ցած չեն ընկնելու։ Որ իմանամ տենց բանկա կսպասենք էլի։ Մարդիկ վարձու են, ես եմ վարձու։ Տանից տան տիրոջը ինչ ասեմ, սպասեք հա մի ամիս։ Դրա համար ինչ-որ հստակ քայլեր պետքա ձեռնարկվի։ Սենց գալիս են կայնում ենք ասես մարդիկի գալիս են կայնում։ Քայլեր եք օրինակ ուզում ձեռ։ Օրինակ ես ամեն քայլերի պատրաստ եմ, ամեն քայլերի։ Ամեն քայլերի պատրաստ եմ։ Մենակ իմանամ որ ինչ-որ մեկը պատասխանա տալու, գալու է դրա համար պատասխան տա։ Դու գործանակ ապարակնքած մեծ քնիշի տեսնենք, մտ հասկանանք էլի, վերջ-վերջ ինքն է ապարակնքել։ Մտ հասկանանք ինչ է լինում էլի այս հարցը։ Այս հետերից մի հոգի տղա է, գիշերը տարելն է ստենդ դնեն, մեր հետ կանգնած տղա, չգիտեմ որ նայեք, այն մնացած բան եթերներով որ ուղի եթերներով որ նայեք, հետներս կանգնած արուն, հիմա ստենդ են դնում։ Մարդը ստրեսի մեջ ամեն Տղեն բանակից եկել է 3-4 օրը չի կարող ոչի բան անի։ Լիքը բաներ կարանի, ինչ իմանամ այդ մարդը։ Բանակի քեֆը մարդը չի կարող անի, որովհետև աշխատավարձով ապրող մարդ է։ Ոստի յուրաքանչյուրս։ Հիմա չգիտենք ինչ անենք։ Երևի բարձրանանք քննչական կոմիտեի մոտ։ Արա այդ քննչական կոմիտեն ունի գնացին, ինչ։ Գնանք մի հատ ով որ կապարակնքել է։ Մատ քննիչին տեսնենք, մետ հասկանանք էլի։ Կոմիտե չէ, պետք է պրոստը ամեն մեկը կանչենք մեր ընկեր, բարեկամ, աղբեր, հեր, մեր, հելնենք այդտեղ ճանապարհները փակենք, անկարգություններ անենք, որ մեկը պատասխան տա։ Ճիշտ է, հավաքել են ոստիկանները տանեն, բայց դե հիմա մի բան պետք է արվի, չգիտեմ ինչ։ Հավաքել են տանեն էլի պատասխան չեն։ Մարդիկ այդ տները նստած բան կոմենտարիաներ են գրում, մի անասուն հիմար բաներ են գրում։ Հիմա ոնց հունից չհլնես։ Այս մարդիկ անգործ են մնացել, մեկը տուն նստած իր համար գրում է, ինչ որ ֆեյքեր չգիտեմ, այդ ովքեր են դրանք կարա։ Դրա համար իրավիճակն են հրահրում, բայց աղբորով, ընտանիքով, սաղին պետք է ասվի դրանց։ Վերջո կայնենք ստե միջը Կառավարության շենքել են գնացել դիմում գրեմ պատասխանի հարցին։ Երևի կգա կպատասխանի։ Թե ոնց է մեր աշխատավարձի հարցերը լուծվելու։ Գծերով այդ օրինական գծերով
մեր տնօրինությունն է զբաղվում, ասենք, չգիտեմ, փոխանցում են դոկումենտներ են տանում, բերում, փաստաբան են տենում, չգիտեմ, այդտեղ քննչական կոմիտեին էթում գալի։ Մեր տնօրինությունը զբաղվում է, ոնց որ կարգն է։ Մենք էլ մեր կողմից գնացել են մեր տղեկից մտել են ներկայարարություն շենք, դիմում են գրել ու չգիտեմ, ինչ որ պատասխան են տվել, որ դրանով կարանք հետևենք այդ դիմում պատասխանը երբ կնի, բայց ասել են 2-3 օրվա մեջ կլինի։ Դե հուսով ենք երկու շաբթի գոնե ինչ որ մեկը կպատասխանի էլ, եթե դե շնչավոր էակ գոյություն ունի իհարկե։ Հիմա ինչ եք անում։ Քննչական կոմիտե թե այստեղ եք սպասում։ Չգիտեմ, ոնց որոշումը տենց էլ անենք ես, ինձանից բան չի ասում։ Իրանք բարձրանք քննչական կոմիտե որ քննիչը որ կապարակնքել է գործարանը Իշտի մի տեսնենք նախովա, մի հասկանանք էլի, ինչա ոնց է։ Գիտենք, ուղղակի որ գիտենք, ելնենք հասնենք այնտեղ ոչ տեսնելու ենք այդ մարդուն ոչ էլ։ Վերջը ինչ։ Վերջը չգիտեմ, սենց անորոշ վիճակ է, համ հիմա մեր մոտ այդ անորոշ վիճակը, համ մեր քայլերի մեջ այդ անորոշ վիճակը։ Անօրինականությունները յուրաքանչյուր մարդը յուրաքանչյուր բայ կարող անի, բոլորս է կարող անենք, բայց խի անենք։ Ոստիկաններն էլ ամեն օր մեր հետ գալիս են, ըստ արևիտակյան ծառայությունն են իրականացնում։ Ինչքան էստեղ սպասեք։ Վստահ եք, որ ինչ որ մեկը այստեղ կգա ձեզ կպատասխանի։ Հույս ունենք, որ գոնե մի հոգի կգա, մի պաշտոնյա կգա, մի հատ լուծում կտա։ Լավ, ինչքան ժամանակ եք այստեղ կանգնելու։ Չգիտեմ, ինչքան պետք լինի, էլի։ Ինչքան պետք է լինի։ Գիշերը դաժե։ Միջավ գան ասեն գնացեք։ Գնացեք եկուս կգաք աշխատանքի։ Կամ եկուս ձեր աշխատավարձների հարցերը կլուծենք։ Որական հոսանք 20 ջատին կառավարությունը գալու ասի Էսա կմիացնենք հոսանքը, կառավարությունը կարողանա փոխհատուցի, թող փոխհատուցի։ Երկու շաբթի օրը արդեն կոմունալների օրն է։ Այսօր արդեն ուրբաթ օր է։ Չգիտենք ինչ անենք։ Մարդիկ վարկել ունեն։ Բանկին հետաքրքիր է դուք աշխատում եք թե չեք աշխատում։ Բայց ուզում հասկանամ դուք այստեղ կանգնելով վստահ եք որ դες հարցերի պատասխանները կստանաք կամ ինչ որ մեկը կգա այստեղ ձեզ հարցերը կլուծի, չգիտեմ։ Հույս ունենամ որ կգա մի հոգի։ Օրինակ արդեն 10 օր գալիս եք այս նույն 10 օրից ավել։ Այո, 10 օրից ավել նույն պահանջով այստեղ եք։ Չեն գալի։ Այսօր ինչի պիտի գան կամ այսօր կգան։ Դե թող գան, թող մի հոգի գա էլի։ Արդարացած մենք արդարություն կա, որ կարան ինչ որ մեկը մեր հարցին պատասխանի, այս հարցին գոնե իր պատասխանով լուծում տա, գոնե պատասխանով։ Որ աշկերի մեջ նայեն ասեն, ձեր աշխատավարձները այսօր կամ եկուս կլինի։ Ում է թանկ դիմենք մեր աշխատավարձի Մենք համար։ հարցում ուրիշ